նպատակահարմար եւ նաեւ իրավաչափ չեմ համարում այս պայծրությամբ երկու դեպքի մասով էլ որևէ գնահատական կամ նույնիսկ կարծիք հնչեցնելուց, որովհետեւ իրավասու մարմին չեմ հանդիսանում այս դեպքում։ Լուրերի հետ զրույցում ներքին գործերի նախարարն այսպես արձագանքեց քննիչների եւ ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին։ Նախապատվություն չեմ տալիս հրապարակային բանավեճին որևէ պետական մարմնի հետ եւ պիտի փաստեմ, որ սա առաջին հերթին վնասում է իրավապահ համակարգի հեղինակությունը եւ հետեւաբար մշտապես առաջնահերթությունը տվել եմ տալիս եւ տալու եմ պետական շահին։ Նախարարը հիշեցնում է խոսքը երկու տարբեր դրվագների մասին է։ Առաջինը վերաբերում է առերևույթ խուլիգանության եւ ֆիզիկական ներգործության դեպքին, որին մասնակցել են քննիչներ, ոստիկան եւ այլ քաղաքացիներ, եւ ինքն այս դեպքով հաղորդում է ներկայացրել։ Երկրորդ դրվագը Արփինե Սարգսյանի խոսքով վերաբերում է առաջին դեպքով անցնող ոստիկանի քննչական կոմիտեում առերևույթ խոշտանգման դեպքին, որի վերաբերյալ եւս հաղորդում է ներկայացվել։ Ինչ վերաբերում է մեր ծառայողին, ես միայն ուզում եմ շեշտել եւ բավարարվել այս պատասխանով, որ ներքին գործերի նախարարությունը պաշտպանելու է յուրաքանչյուր ոստիկանի օրինական շահերն ու արժանապատվությունը նույն հետևողականությամբ, ինչ պատասխանատվության է ենթարկում օրենքը խախտած յուրաքանչյուր ոստիկանի։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննիչների եւ ոստիկանների միջև տեղի ունեցած ծեսկրտուքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ քննչականի ոստիկանը եւ իր 20 մտերիմները ծեծել են երկու քննիչի։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի մայոր Սարգիս Բագրատունյանի պաշտպանը նշում է, իր վստահորդը մեղադրանքը չի ընդունում։ Դեպքը սկսում է նրանից, որ երկու քննիչներ Մալաթիայի բաժնի մեքենան կանգնացնում են մի խանութի դիմաց, որի սեփականատերը դուրս է գալիս, ասում է տղաներ, խանգարում է ձեր մեքենաները, զուտ առևտրային գործունեությունը իրականացնելու, խնդրում է, որպեսզի տեղափոխեն։ Քննիչները շատ արհամարհական եւ անհարգալից տոնով հայտարարում են, որ մենք ստեի քննիչներն ենք, ինչ կուզենք կանգնենք, ոնց կուզենք կկանգնենք, դու ով ես, ու այդ խանութի տիրոջը ծեծում են հենց իր խանութի դիմաց։ Խանութի սեփականատերը եղել է ոստիկանության ծառայող Սարգիս Բագրատունյանի հորաքրոջ ամուսինը։ Բագրատունյանը ըստ պաշտպանի որոշել է հարթել իրավիճակն ու հանդիպել քննիչների հետ։ Զրուցում են, քննարկումներ են անում եւ պայմանավորվում են, որ պիտի հանդիպեն այդ տաղավարում։ Այդ տաղավարում զրուցում են, պաշտպանյալս ուղղակի հայտարարում է, որ խորը տարիքի մարդ է, կարիք կար, որ նման ձևով, էլի ամոթ է։ Բա էլի բանով արհամարհական տոնով, բա ես եմ որոշում, լավ եմ արել, պետք է եղել ծեծել եմ, պետք կլինի մի հատ է կծեծեմ այս արտահայտությունները եւ շատ անհարգալից վերաբերմունք է նաեւ դրսեւորել պաշտպանյալիս նկատմամբ, արհամարհական եւ այլն։ Ու քաշքշուկը առաջացել։ Քաշքշուկը առաջացել, կարճ ասած, իրանք հայտարարել են, որ մենք ձեր հետ հետո կհանդիպենք, քննիչներ թողել գնացել են։ Ահագին հերվանալով եւ այդ մասը, կոնկրետ այդ մասը արձանագրվել է տեսախցիկով, հասնում են ոստիկանության բաժնի մուտքի դիմաց եւ այդ քննիչներից մեկը ուղղակի պատտվում եւ բացահայտ, ոչ թե անձնավորված, այլ ընդհանրապես բոլորի հասցեին, բացահայտ գոռալով հայհոյանք տալ։ Այդ ամենից հետո տեղի բնակիչները ըստ փաստաբանի սկսել են ծեծել քննիչին։ Մարտիրոսյանը նշում է, կա տեսագրություն, որտեղ երևում է, որ Սարգիս Բագրատունյանը, որին հետագայում պետք է մեղադրեին ծեսկրտուքին մասնակցելու համար, իրականում դրան չի մասնակցել։ Հստակ երևում է, ոստիկանները բաժնից դուրս են գալիս, սկսում են այդ ծեսկրտուքը դադարեցնելու միջոցներ ձեռնարկել։ Պաշտպանյալս էլ արդեն հերվից ինքը դեռ տաղավարում է լինում։ Վազելով գալիս է արդեն այն պահին, երբ որ այդ քննիչներից մեկը գետնին ընկած է եւ իր այդ թաղի բնակիչները ծեծում են իրան։ Հասկանում եւ պաշտպանյալս է հանում դրանց մեջից այդ քննիչներին եւ հերվացնում է տեղից։ Հստակ արձանագրված է, այս ամեն ինչը հետազոտվել է դատաքննության ընթացքում։ Ոստիկանը եւ նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող եւս երկու անձ ձերբակալվել են։ Ըստ պաշտպանի Երևանի քննչական վարչությունում քննիչները վարչության պետի մասնակցությամբ Սարգիս Բագրատունյանին բռնության եւ խոշտանգման են ենթարկել։ Քննչական կոմիտեն սակայն հերքել է այս հանգամանքը, նշել, որ այն չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված մտածածին զրպարտությունը եւ նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից։ ՏՏ-ն բավարարել է ոստիկանին կալանավորելու միջնորդությունը։ Փաստաբանի խոսքով մտադիր են որոշումը բողոքարկել։ Ոստիկանների եւ քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է հակակոռուպցիոն կոմիտե։ Կոմիտեում նախաձեռնվել է նաեւ երկրորդ քրեական վարույթը, պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։ Քրիստինե Թորոսյան, Մերի Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։